Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Սկսում ենք ամենաառաջինը այսօրվա մեր եռատոնից, որը սարքեցին ցուցադրաբար վերացնելով հայ ազգին մեկ էնել կիսատոն, որովհետև հիմնականը մայիսի 9 մենք նշում ենք նրա համար, որ տվել ենք 300,000 հայ զոհ եւ անհամար քանակությամբ վիրավորներ, որոնց թիվը չի նշվում 500,000 թե 600 թե 700,000։ Օրինակ իմ երկու պապը մասնակցել են, երկու պապս էլ հասել են Բերլին, Արշակ պապս Բերլինում հենց Քորչարի է ապարել, իսկ մյուս պապս ընկելագերի հետո նորից բերել են Բերլին, որպես Սողոմոն պապս, որպես լավ բարձր սովորած Գևորգյան ճեմարանն ավարտել, Բերլինում փորձել են բան անել, այսինքն վերբով կանել, փոխել հոգեպես, որ դառնա գերմանական ագենտ, չի ստացվել։ Հետա եկե, իսկ Ստալինը որոշելով, որ այն մարդիկ, ովքեր գերությունից եկել են, կարող է փոխված լինեն, բոլորին ուղարկել է հատուկ Կերչ, որտեղ եղել է Թամանյան դիվիզիայի հետ մեծ ջարդը, հատուկ հայերին կոտորելու համար եւ պապս կորցրել է ոտքը եւ ուզել են գցել են արդեն մեռածների մեջ, շարժվել է, փրկել է մի ռուս բուժքույր թե բժշկուհի, չեմ հիշում, պապս պատմում էր, դրանից հետո կես ոտով եկել է հայրենիք, ունեցել է եւս 5 երեխա։ Այ սա մեր ազգի ժողովուրդը, մեր ամբողջ ազգը կոտորվեց միտումնավոր կերպով երկու ջհուդի մեջ, ջհուդ Հիտլերի ու ջհուդ Ստալինի մեջ, բայց սա տոն էր, որովհետև մեր պապերը մահացել են, մեր պապերը կռվել են, ովքեր կենդանի են մնացել, մենք չենք կարող այդ տոնը չընդունենք որպես տոն հաղթանակի տոն, այսպես։ Բայց այսօրվա դրությամբ Արցախի բանակի ստեղծման օրներ եւ Շուշիի գրավման պաշտոնական օրներ, որը պիտի առաջինը շնորհավորվեր Արցախի բանակը, Հայաստանի Հանրապետության բանակը, կամավորական տղաները, բոլոր նրանք, ովքեր մասնակցել են, իրականում մասնակցել են, ոչ թե անունները ստից գրված է, ես երեկել եմ ասել, այսօր էլ կասեմ, այն տղաները, ովքեր կռվել են երկար տարիներ, այն տղաները, ովքեր ծառայել են պատերազմից հետո իրենց հայրենիքի պարտքն են կատարել, հայ տղաներին է սա վերաբերվում։ Ու դա միտումնավոր կերպով նվաստացվում է մի արվամոլ, գոմիկ, մի փնթի, ոչլոտ, որին հանեցին ռուսական ջհուդական շպիոնները թուրքական, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Քոչարյանի խավորությամբ, Սերժ Սարգսյանի, ինչ ասեմ, ազատբաշխությամբ բերեցին դրեցին Հայաստան մի ոչլոտ, սիֆիլիս, հետևն ու դեմը քորող, վախկոտ կնիկ, որն էլ զրոյացրեց այս արդյունքը, զրոյացրեց հենց ինքը իր համար եւ իր նման փնթիների, արվամոլների համար, բայց ոչ մեր համար։ Շուշին ազատագրվելու է, այս անգամ վերջնական ու առանց Քոչարյանի, Սերժի, Ռուսի, Լևոնի, առավել եւս չասեմ Նիկոլը Հանձնողնա։ Ուրեմն սկսենք, ես շնորհավորում եմ այսօր բոլոր տղաներին, հանձինս առաջինը շնորհավորում եմ կռված տղեկից բացի, հիմա Բերդում գտնվող տղեկին։ Ես շնորհավորում եմ հատկապես Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Արցախի Հանրապետության, որ Նիկոլը գցեց Բերդ, որ Շուշին չհանձնվի Բերդմա, Միքայել Արզումանյանին, շնորհավորում եմ կռվող տղեկ, որոնք Բերդում են, քանի որ Նիկոլն ու Սերժը ըտենց են ուզել, որ ազգային ոգին ջարդվի, Արմեն Բիլյանին, Պավլիկ Մանուկյանին, բոլորը ապօրինի անհիմն դատված են, իմիջայլոց դատական պրոցեսը ձեզ եթե պրծել է ձեր միջանկյալ մարդկանցով, այդ պրոցեսը չի պրծել, հեսա մի հատ բում կլինի ու բոլորդ կդառնաք մուկիկ, ոնց որ Նիկոլը Մոսկվայում, բոլորդ, ի նկատի ունեմ Սերժ, մնացած համբեր եք հələ, էլ չեմ ասում ձեր են ձեռրիտակի ժիրոմիրո ապրանքները, համբեր եք հələ, բոլորդ պատասխան եք տալու, շնորհավորում եմ Պավլիկ Մանուկյանին, Գասպարյան Սերոփին, որ Բերդում նստած է, անհիմն կերպով, եւ մնացած ասեցի տղեկին, ովքեր ծառայել են ու կռվել են։ Այս տոնը այդ տղեկի տոնն է, որոնք Բերդում են անհիմն։ Նիկոլ իբր գահից գցելու, այն էլ այն Մարգարյան Գագոյով, հա, Մարգարյանը ինչեր է ոչխարը, Գագոն 8-20 բեղերով Նիկոլի, հա, ազգանուն եմ մոռաց այդ ոչխարը, Մելկոյան։
Շուշի ազատագրման Արցախի բանակի տոնը նորից վերականգնվելու է։ Նիկոլ, քեզ փչացրեցին, հիմա հերթով գալիս եմ։ Հայաստանի Հանրապետության 3 ղեկավարները։ Ուրեմն Ժորժ ջան, պատմությունը կրկնվում է։ Ես որպես պատմական վերլուծող եւ ամեն ինչը քոչից այսպես ստուգող ու հանող ասեմ ձեզ, շատ հետաքրքիր։ Երբ որ Վարան Պահլավունին ջարդեց բյուզանդական զորքը, Բյուզանդիայի ղեկավարն էլի հայ էր, ուղղակի տականք ինքը մտածում էր, որ թողել են տենց կայսրություն, քանի որ բնակչության 80%-ը հայեր են, ինչի առանձին լինի Անիի եւ այլն։ Քանի որ Գագիկ II-ի հայրը եւ իր հոր եղբայրը երկու դավաճան, կիսա ջհուդ Աշոտ 4-րդ Հովանես Սմբաթը։ Հովանես Սմբաթը դա մեկ անուն է ժողովուրդ, կնքելուց առաջ անունը Հովանես էր, թե Սմբաթ էր, կնքելուց հետո տվին Հովանես, դրա համար Հովանես Սմբաթ։ Աշոտ 4-րդը դավաճանաբար պայմանագիր էին կնքել, որ Հայաստանը իրենց մայից հետո անցնելու է Բյուզանդիային, այն մեկն է չէր թողում, բան եղավ, որ մի աղբերը մյուսից մի տարի շուտ մահացավ, Բյուզանդիան զորքով եկավ, ասաց էս է պայմանագիրը, տվեք։ Պարզա դավաճանություն։ Եվ ինչ եղավ հետագայում, ոնց եղավ, վերցրեցին հայոց երկու տականքներ, Պետրոս Գետադարձ կաթողիկոս եւ Վես Սարգիս եւ ուղարկեցին Գագիկին իբր բանակցության Բյուզանդիայի կայսրահաուզում, որին էլ Պիզո ամրոցում ձերբակալեցին, հետո ամրոցից պատմել են մանրամասն տոնի ժամանակ կարդինալը հրեց ներքև կրակների մեջ։ Բնականաբար հետո պատժվեց, Ռուբեն իշխանը պատժեց, բայց հիմա գնում ենք այստեղ նույն պատմություն։ Գագիկը 18 տարեկան էր եւ այնքան թույլ էին պահել Գագիկ II-ին միամիտ, որ ինքը կամք չունեցավ, եթե 9 տարեկան Լյուդովիկոս 14-13-րդը կարողանում էին պետական հարց լուծել, Գագիկ թագավորին պահել էին հատուկ որպիսի իբր թե իրար մեջ չծախեն, պահել էին մամայի բալիկ, սենց բամբակի մեջ, դրա համար էշեշ գնաց էշ նահատակ եղավ։ Հիմա նույնը, մամայի բալիկ չէ, ղզիկ, գոմիկ նույն հոգեբանությամբ մի կենթանի, Նիկոլ Փաշինյան, նույն պատմությունը կրկնվում է, Հայաստանի հոգևոր առաջնորդ, Պետրոս Գետադարձ Գարեգին B, որը դոշին կրում է սատանի մեդալը Պուտինից տված, եւ Վես Սարգիսին փոխարինում է նոր Սերժ Սարգսյանը, բնականաբար խավորություն Քոչարյան եւ Ներլևոնի, Չմոյին ուղարկեցին ռուսական կայսրության մոտ։ Իմիջիայլոց բյուզանդական կայսրության իրավահաջորդ իրեն համարում է Ռուսաստանը, չէ, երկգլխանի արծիվը Մամիկոնյանների գերբից գողացված։ Քանի որ Մամիկոնյանները եկան իշխանության եւ բոլոր տեղերը Մամիկոնյաններն էին իշխում Բյուզանդիայում։ Ահա եւ նույն պատմությունը Նիկոլին տարան, ծնկները իրար սխմած աղջկա նման, բան աղջնակի նման, որ չշիկանելուց երկու ծունկը սխմում է, նստած, վախեցած մենակ։ Քֆուր էր կերը, որ Լուկաշենկոյի հետ չի հանդիպելու, ամբողջ օր Լուկաշենկոյի հետ խոսալուց նույնիսկ պարադի ժամանակ հատուկ նստացրին Լուկաշենկոյի կողքը, Զաչումարի տարին, ստից ասին, որ զորքը չտանես ճիշտ է լինելու, չտանելով զորքը, որ հայկական դրոշը չհելնի։ Միտումնավոր կերպով իրեն կարճ խելքով ապացուցելով Եվրոպային, որ գիտես ինչ կա, չեմ տանում, իբր զորով եմ գնում, բայց իրականում հայոց դրոշը չերևալու համար այդքան զոհ ենք տվել, փնթի Ադրբեջանը տալով ընդամենը 80,000 զոհ, Ադրբեջանի դրոշը բարձրացրած, գնաց, Նիկոլին էլ հայտարարեցին ռուսական լրատվականները Ադրբեջանի նախագահ հետ միտումնավոր, հետո վայ կներեք Հայաստանի։ Հարց եմ տալիս, այս չմոյությունը Նիկոլ հատուկ սարքված էր, որպեսի քո նման ապրանքին ավելի աչքից գցեն, որտեղ դու առանցեն լրբի տղա ես, երեք դու ազգային ժողովում հիստերիա էր անում, KGB պատվալ կդրեմ եւ այլն, այդ KGB պատվալ չկա, այ ռուսական շպիոն, KGB-ն վաղուց չկա, որ դու գցում ես, դու փաստորեն ամեն անգամ ապացուցում ես, որ դու ռուսի կոշիկի տակ լզողն ես, շատ մարդիկ կային, որ այդ չէին հավատում, ավելի ապացուցվեց։ Գնացիր Զաչումարի տարին, ինչ ասես արին գլխիդ, վերջում երևի ուրիշ բաներ են արի, ես լավ գիտեմ Կրեմլուն որպես աշխատած անձամբ, ինչ խոսքեր են քեզ ասում ու ոնց են դիմավորում, եթե որևէ մեկը հիմա կարա հելնի ասի, որ այդպես բան չկա, ուղղակի ժողովուրդ բռնեք թքեք երեսին, կտանեմ Կրեմլուն կտեսնեմ։ Հա,
Ոնց որ ասում էր, ինչ էր այն Քիթ Վարդանը լալոշ Ամերիկայացներ Կրեմլի Ջեյմս Բոնդից։ Ուրեմն ասեմ ձեզ, որ գնացիր Զաչումարի տեղար։ Քո կարծիքով Հայաստանին էլ քո հետ Զաչումարի տարար, ի պատիվ քո ամուսին Ալիևի եւ բանի Էրդողանի եւ Պուտինի։ Հա, Նաթանյահուին դու չհասար, Նաթանյահուն Լևոնի ամուսինն է, հա։ Այսքանից հետո դու ինչ ես ուզում ցույց տաս, ինչ ես անելու, ոնց ես երևալու աշխարհի աչքին։ Հայաստանին հասկացանք, մենք բոլորս գիտենք վաղուց ու բարձրաձայնել ենք, որ դու փնթի էժան ծախված շպիոն չես, դու մարմնավաճառ ես բազմաօգտագործման եւ Ռուսաստանը օգտագործում եւ Թուրքը եւ Ադրբեջանը եւ Ջհուդը եւ Եվրոպան։ Ինչ ես անելու։ Սա երկրի ղեկավարի կեցվածքա։ Ես ինքս ոչ թե ամաչում եմ, ես ինքս համարում եմ, որ դու արդեն վերջացած մարդ ես, որովհետեւ վերջացած մարդկանց վաղուց արդեն այսպես են ընդունում միջալոց պաշտոնական ճաշին է քեզ չի կանչե Պուտինը։ Հասկացաք դու ինչքան փնթի ես։ Ալիևը իր քոչվոր նարկաման տեղով գումարբազ զորք ուղարկելա ցույց են տվել ինքը չի եկե պատճառ վրնստես իմ գործեր կա սուտ, բայց դու զորքը ինադու չտարար քո թուրք տերերի ու ջհուդ տերերի հրամանով գնացիր ընդեղ Հայաստանի դրոշը չհելնի դու ներկայացրել քեզ Զաչումարի տարին ասին այս փնթին Ադրբեջանի պրեզիդենտն է լավ Հայաստանի ուրեմն սա էլ Ռուսաստանի կողմից կազմակերպված հատուկ Հայաստանի նվաստացում է քո հետ մեկտեղ, որ նվաստացնես, որ հետո ասեք, վայ, բայց սենց երեղի պիտի լինի։ Ուրեմն ուշադրությամբ ասում եմ, Նիկոլ Փաշինյան, դու ընդհանրապես գոյություն չունես որպես ղեկավար։ Ու այն բոլոր գեներալները թքեմ ձեր երեսների զինվորականներ, որ հնու հնազանդ, այս գոմիկ այլասերված չմո վրեն չիշի կարածին հետևում եք ու անլուր կատարում եք հրամանները եւ սրա բերած մարդկանց։ Դուք բոլորդ հապա իշխանափոխությունից հետո պատասխան եք տալու Նիկոլի հետ մեկտեղ թե բանակի, թե պարտության, թե հանձնման, հողերի հանձնման, թե երկրի վերացման համար։ Այս թեման ավարտեմ, որ շատ չուրախանաս։ Իմիջիալոց երեկվա հայացքներից հետո եմ մի կադրը չի տեսել, որ թափով նստում ես ու շուշուտ դեղերը թանում խմում ես։ Նիկոլ քո տեղը բանը Բեղլուն չէ Գուպի Սաղաթելյանը մի հատ բան ասեց քո տեղը ով լինի որ չգժվի այդքան հող ես անձնել այդքան նեգատիվ ես ընդունում բա քեզ էլի եմ ասում հասցրեցին նրան որ դու դառնաս դա հիմա փրփուրից կախվել եմ որ ասում եմ մեռնում ես էլ խրխրալը դորնա փրփուրից կախվելը քեզ ավելի աղատասն դու պետք է Հայաստան գալուց հետո ուղակի հրաժարական տայր, բայց մասնատելով գոնե որ խելոք մնաս, անձեն երկրից թռնես, իշխանությունը պետք է հանձնես ոչ ռուսական, ոչ թուրքական շպիոնաժին։ Հակառակ դեպքում Հայաստանում էլի լինելու է արյուն, որը ռուսի ջհուդի թուրքի ծրագիրն է, որը ղեկավարում է այս պայի դրությամբ Լևոնը հետաքաշվի ինքը բանն է, գլխավոր պրոդյուսերն է, ուզում է իրականացնի Սերժն էլ իբր ինքը չկա, բայց ինքը մեջտեղի խաղացողն է, բոլորի 10-ով ճիկն է, Քոչարյանը հայտարարում է, մենք բոլորս միասին կառուցելու ենք նոր Հայաստան։ Ռոբերտ Քոչարյան Կոբրա, Թուրքի լամուկ ռուսական շպիոն։ Քո հետ մենք 10 տարի տեսել ենք կառուցած Հայաստանը։ Պետք չի եւ դրանից հետո սուտ խոսալդ որ ես գնացի Արցախ, ասում եմ ես գնացի Արցախ եւ 2-3 օր սպասել եմ Աղայի Հարությունյանի հետ հանդիպմանը կռվի ժամանակ 3-րդ օրը։ Ուրեմն սրա ամենամեծ սուտը ես էլ շարունակությունը չլցեցի, այսքանին ծերիկ էր։ Ռոբերտ Քոչարյան, Արայիկ Հարությունյանը այնքան կար քո մոտ, հա, որ քեզ պետք է սպասասներ, Ժորժ ջան, այդ նույն բանն է, ոնց որ ասեք, ես մեր տան ճանճին կամ մրջունին 3 օր սպասել եմ, որ ինքը ֆռա ինձ նայի։ Արայիկ Հարությունյանը քո, ինչ ասեմ, ձեր Արցախ ալկոյի տնօրենը, չերենե դուք եք էլի նշանակե։ Այդ 1030-ի թուրքի տակ մտած 100 տեղ լրջկված ծուռ բերան, քրդանած օպերան ոտով հելում իշ մեր քրդինքը վրից կատերու այդ փնտին։ Արայիկ Հարությունյանը ով էր,
որ դու պետք է 3 օր սպասել, դու գնացիր Արցախ, հիշեցնեմ էլի, դիրա այդ ժամանակ լինելով Ղարաբաղ Տելեկոմի սեփականատեր, մինչև պատերազմի վերջ Ղարաբաղ Տելեկոմը պահում էր ռոմինգի մեջ, ու միշտ հարց, դու լի Հայաստանի փողերով հարստանալով, այն թուրքական սվիտերով եկած փնթի, դու ոնց էր Հայաստանի ու Արցախի մեջ ռոմինգ դնում, մեկ, երկրորդը դու լինելով ռուսական սիստեմա ընկերության բանը սավետ դիրեկտորով, այսինքն գլխավոր փաթեթե 51%-ը պատկանում էր, քեզ այդ գոնե ես եմ տեսել Կրեմլում, 49%-ը Պուտինին, տիրապետելով ամբողջ ԱՊՀ տարածքի, ինտերնետային, սպուտնիկային, արբանյակային եւ մնացած հեռախոսային ծառայություններին, որ դու կարող էր մի քանի վայրկյանում սպուտնիկի ինֆորմացիան տալ, որ խփեին թուրքերին ուղղակի վերացնեն, դու այդ ամբողջ ինֆորմացիան, սկսած Ղարաբաղ Տելեկոմի, մեր հայ զինվորների ինֆորմացիան միլիմետրով հանձնարարում էր կոորդինատները ադրբեջանցիներին, որ վերացնեն։ Պլյուս դրան Ղարաբաղում քո հանքերը, տները ոչինչ չռմբակոծվեց, դու դա լավ գնով ծախեցիր ու եկան հիմա էլ ուզում ես հայրենիք փրկես, բուկետ բերանին չես բացում։ Այ Հայաստանում թուրքական հիվանդության արմամոլության հիմնադիր։ Ինչ ես բուկետ բերան բացում, որ քեզ ամեն ինչ ասենք։ Ու որևէ մեկը որ ասում է Քոչանը տղա է, ես ապշում եմ, որ այդ մարդը կանգնում ասում է Քոչանը տղա է։ Ով ասում է, ես այդ մարդուն համարում եմ արվամոլ։ Որովհետև չի կարա մեկը կանգնի թե թուրքական հիվանդության, Քեմալ Աթաթուրքի թուրք ջհուդական հիվանդության հիմնադիրին ասի բան տղա։ Տղու այդ քնողը արդեն ինքը էլ տղա չի։ Շունչը հաճեցնես, դու քո Պուտին պապայի պես, օգտագործիր Սարգսյան Տիկոյին, հանձնիր ամենաչալաղաջը Պուտինին, դրա համար է Պուտինն էլ ասում Տիկոյի պես լավ տղա չկա։ Ազգային ժողովը Սերժի ժամանակ որ Տիկոյին դու ստիպե վարչապետ դնել տվիր բնականաբար Սերժը ով էր որ քո դեմ խոսար։ Ազգային ժողովի դեպուտատներ եկել են մոտս հրաժարվում են, մարդիկ կան գնացին տամոժնու պետելի որ դեպուտատ չդառնան, կես միլիոն նախորդ փող էին տվել դեպուտատերին դառը, թողին գնացին տամոժնու պետ։ Սիդենով որ մենք գոմիկի հրաման լսենք։ Իչես բանանում որ ես օրական մի բան ավելի բաց եմ քո մասին։ Այ քեզ բան, միասին, դու ով ես որ քո հետ միասին։ Դու չկաս, դու պետք է լինես Բերթում։ Դու բոլոր Հայաստանի ղեկավարները մինչև վարչության պետ մոտ 200,000 մարդ պետք է լինեն Բերթում։ Արցախից է եւս մի 20-30,000։ Միայն այս դեպքում Հայաստանը կփրկվի, Արցախն է մնացած հողերն։ Ներքին թշնամիներ, սրան է զուգահեռ անընդհատ սկսել է գովազդել այն Մոսկվային գետից բարձր այն խոպանչի փնթի ոչլին նվե Մեհեր Ավետիսյանին, Մեհեր Ավետիսյան, ով որ մենք Ռուսաստանի հետ կառուցենք Մեհերիկ գետնից բարձր 1.40 դու Ռուսաստանի հետև մտած, դու Հայաստանում ոչինչ չես ունենալու։ Ուզում ես փողատերեղի, ուզում ես ընդ ասֆալտի գործնարա, ուզում ես խոպանում 10-ով, կե կարա։ Մեհեր, դու ռուսի հետ, ռուսը ենասկնա դու շադիր նայի ես ասել եմ, ռուսը այդքան 170 գեներալ ախպել տվե, Պրիգոժինից լավ տղա չլնես, ոչ մեկ նույնիսկ ռուսին ախպել տվե, քեզ ինչի պտի պային, դու հերթական օգտագործված մի կոմ կցած ավրանքն ես, հերիքա սրան գովազդեք, որ բերեք ինչ-որ բան, մեհերը հայ-ռուսական ֆորումը, այդ ֆորումները լենքին ֆրծրեք մծրեք ձեր հետև է, որին կարոտեք դուք։ Հայազին պետք չի ձեր ռուսական ֆորումը։ Ռուսը Հայաստանում կարա լինի մի պայմանով որպես բարեկամ, որ հետ վերադարձնի ոչ միայն Արցախն ու Նախիջևանը, այլ 1914 թվականի պայմանագրով բոլոր հողերը 74,000 քառակուսի կիլոմետր, որը իր ձեռքով նվեր տվե թուրքերին։ Ռուսը մի պայմանով հայոց Եղեռլին մասնակցություն ունեցել, Բաբերթի Եղեռլին ցարական Ռուսաստանը մասնակցություն ունեցել։ Կոմունիստները կով բյուրոյի որոշման, որը կուսակցական նիստ է, ոնց որ մենք նստենք ես ու Սարգսյան Արտական, մի քանի հոգի էլ հավաքենք, 11 հոգով Քոչարի կուսակցությունը որոշենք, որ ինչ ասեմ, որոշենք կուսակցության մեջ, որ Շիրակի մարզը օրինակ պետք է տանք Վրաստանին, օրինակ։ Ու տենց է լինի։ Բակով բյուրոյի որոշման Արցախը տված, բերեցիք միտումնավոր, լրբի տղա ջհուդի վաստակ Լևոն, թուրքի վաստակ Ռոբ,
Թուրքի նարկոշ վաստակ Նարիմանով Սերժիկ, բոլորի տակի ապրանք Նիկոլ տվիք բանին, ազգին էլ ասենց կործանեցիք, 5-7 հազար տարի Արցախում էթնիկ հայեր են ապրել, նույնիսկ պարսիկները չարին իշխանություն տվեցին, դուք հատուկ ընեցարիք վերցիք տվիք, հիմա հելել եք, մենք կփրկենք առհա, փրկեք ձեր հետևը, որ գաղութ մտակ դուշ չեք գալու, ընդեղ ենքան հետև սիրող տղեկ կան, 18-20 տարով նստած տղեկ կան, հետևի համար մարդ կխփեն, դուք հլը չեք պատկերացնում ինչա գալու ձեր գրողին, այս ռուսական շպիոնաժը ռուսը պարտություն կրող է, հլը մի հատ էլ հելել են Շարմազան Օղլին, ասում է, հենց որ ռուսը հաղթի, Նիկոլ ասելու է Լադիմիր սպասիբը, այ Շարմազան Օղլի, հլը դու հույս ունես, որ ռուսը հաղթի, Նիկոլը ձեր բերած մարդն է, դուք եք կողմ քվյարկե, հիմա հելը ինչ ես լրբություն անում, այդ թուրքի վիժվածք, խայտարակություն, այսօրվա օրով Հայաստանում նստած են կռված տղեկն ու հերոսները, դուրսն են գոմիկները, արվամոլները, բանակ չծառայացները, իշխանության որի ցուցակը նայում ես չծառայացա սկսած Ռոբերտ Քոչարյանից, բանը Սեյրյանը գորմեր ամոթա տղես սրդի հիվանդություն ունի, բայց սրդի հիվանդություն ունեն օրական 100 հոգի էին գյուլում, Նիկոլի ոչ մեկ ծառայած չի, բայց բոլորը զինվորական կոչում ունեն, ինչ կոչում ունեն զինվորական, ոնց է եղել, որ գեներալներ են ստացել ասվալտի, 104 գեներալ ինչի համար է, հելը պետք է գեներալների թիվը իջացվի 12-ի, մաքսիմում, եթե ոչ 7-ի կամ 5-ի, Ամերիկայի պես պետությունը 44 գեներալ ունի, ուզում է իջեցնի 17-ի, Հայաստանը 104 գեներալ ունի, Վրացի ենք ասում եմ դարը, ամեն դալան իրա գողն ունի, Սանքյա ամեն դալան իրա գեներալն ունի, 104 գեներալ, Հայաստանը ունի 50 քաղաք, ինչի ունենք 104 գեներալ, մի քաղաքին ասում է 2 գեներալ, եթե վերցնենք Շամլուխը կամ վերցնենք Դաստակերտը, որը 800-900 բնակիչ ունեն, դուրս է գալիս 900 բնակչից 2-ը գեներալ են, Ես են բան են մանկության երազանքն է, որ զանգում ասում են մարև գեներալ աղբեր, մարշալն է խոսում, հա? Փնթի ոչիլներ, բոլորդ պատասխան եք տալու, հիմիկվա լռություն պահող բոլորդ նույնպես, ձև չտակ ոչ մեկը տազգյանից չխոսակ, անցնենք հաջորդ թեմային, Հայաստանը Իրանի հայտարարելա, որ Հայաստանը միացել է Իրան, Օման, Կատար, Թուրքմենստան, Ուզբեկստան ճանապարհին պայմանագիրա, որով ազատ ճանապարհահոսելու, ես սա ողջունելի է, որովհետև ինչի համար, ոչ թե ողջունում եմ Հայաստանի կառավարությանը, այլ ընդհանուր իրավիճակին, քանի որ այս ճանապարհը բավական նպաստավոր է Հայաստանի համար։ Հիշեցնեմ ձեզ, որ ես ներկայացրել եմ միջազգային հնդկական ադամանտ ծրագիրը, որով Չինաստանը պետք է շրջափակվեր եւ Չինաստանը Օմանում կառուցում էր նավահանգիստ, ինչպես նաեւ Իրանի հետ, որ տրանզիտային եւ միջազգային առևտուրը անցնի նաեւ Հայաստանի տարածքով։ Սա դրանից մեկն է։ Դրա համար անկախ նրանից ինչ բարդություններ կստեղծի այս վիժվածքը եւ նրան սատարող մյուս 3 վիժվածքները, Հայաստանը մտնելու է այդ ծրագրերի մեջ։ Տեսեք, սա շրջանցում է Ադրբեջանը եւ Թուրքիան։ Պարզա շրջանցում է Ադրբեջանը եւ Թուրքիան։ Հյուսիս-հարավ ճանապարհի այս հատվածը, տեսեք, շարունակվելու է, ուզեն թե չուզեն։ Շարունակության համար ասեմ ձեզ, որ անկախ նրանից Թուրքիան տեսեք, ուզում էր դառնալ միջազգային խաղ, բայց որ սկսեց համաշխարհային քաղաքականության մեջ խառնվել ինքը թյուրքական երկիր եւ այլն ջարդին գցի մի կողմ։ Այդ ինչա դուրս գալիս, որ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը Հայաստանի հետ համաձայնվում են կնքեն այդ պայմանագիրը։ Հիշեցնեմ, որ մի ամիս ու կես առաջ էր Ուզբեկստան, Թուրքմենստան եւ Ղազախստանը դեմ դուրս եկան Կիպրոսի անկախացմանը թուղթը ստորագրի Եվրոպայի հետ։ Այսինքն այն թյուրքական երկրների միֆը կոտրվեց ոնց որ ջհուդական երկրների։ Եվ վերջապես բոլորը տեսել եք այդ բաները Դու ասես Գեորգիևյան լենտերը, որ խփում եք դոշներից, հələ ուշադիր նայեք այդ լենտերը ինչա կանա։ Ջհուդական չի, հա? Ջհուդական չի, որ խփում եք։ Դե հիմա նայեք Նաթանյահուի եւ մնացածի դոշին։ Այս պատերազմը ինչ լենտեր է խփած։ Ամեն ինչով ջհուդի տակ ու փորձում եք ներկանալ հայ կամպա։
Մի քիչ ուղեղներիդ որ զոր տակ, մի քիչ ձեզ չգնաք 500 դրամով ծախվելուն, ամեն մեկը նայած գնի։ Մեկը 500-ով է ծախվում, մեկը 10,000-ով, մեկը դեսպանի պոստով, մեկը ԱՊՀ քարտուղարի պոստով։ Այս 15 տարի է ինչքան է Տիկոն ԱՊՀ քարտուղարա, ում է ինչ տալի։ Հայաստանի համար ինչ արեց փնթի արվամոլ մարդը, հա։ Բացի Հայաստանի 5 միլիարդը գողանալ տանելուց Ռուսաստան, ռուսական 500 միլիոն իբր եկած վարկը իբր փոշիացնելու նավասարդի հետ եւ մնացած գողություններից բացի Հայաստանի ատոմակայանի նայդիտի միտումնավոր փագումը, որ Ամերիկան տարին 500 միլիոն փող էր տալիս, որ չբացեն, որ միայն իր կաուչուկը աշխատի եւ կաուչուկի գործան դնելով Չինաստանում աղբորն է դնելով այնտեղ տեսպան, որ վերահսկի այդ գործան, ինչ արե։ Ինչ արե Սարգսյան Տիկոն, բացի հետևով աշխատելուց Քոչանի համար։ Ինչ արե Սարգսյան Տիկոն, որ գնացել է ԱՊՀ քարտուղար ու դեմ տակուկ մնացել է։ Հայաստանի համար ինչ արե։ Պատերազմի ժամանակ ԱՊՀ քարտուղարը հայեր, բանը դու ասա այն Խաչատուրով, Մաչատուրով ընդ մի տարի առաջ բանն էին, հապկի նախագահն էին, էս էին Հայաստանում ակադեմիա հապկի էսա։ Ուր է այդ ակադեմիան։ Հայաստանում հապկի ակադեմիան ուր է, որ ռուսների հետ բան է կան։ Ռուսը պետք է ես ոչ թե հասարակ ռուս մուժիկին եմ, այլ ռուսական իշխանությունը, որը միշտ եղել է հակահայ, ռուսական իշխանությունը պետք է նույնպես կործանվի, հերթով լինելու է։ Խոսքերս հիշեք դուք։ Հերթով։ Անցնենք Հնդկաստանի հետ պատերազմ։ Ուրեմն Հնդկաստանն ու Չինաստանի պատերազմը, ես ինչպես միշտ ասել էի, նոր զենքերի փորձարկման տեղ է, քանի որ Հնդկաստանը դարձել է հզոր զենք արտադրող, հզորագույն զենք արտադրող, բնականաբար Հայաստանը գնեց առաջի զենքը եւ մեծ քանակությունը, Հնդկաստանը ունի փորձարկելու, որպեսզի միջազգային ասպարեզում նույնպես զենք ծախվի։ Սա ամենահարմար պատճառն է։ Դրա համար մոդին բավական շուտ սկսեց պատերազմը, ոչ թե գնացին այդ 27 հոգուն սպասեն, բռնեն դատեն, այլ մի անգամից գնացին պատերազմին։ Պակիստանն էլ է զենք արտադրում, բայց ոնց հասկացանք Պակիստանի զենքը, ինչպես ես էի ասում, Չ-կլասի զենքերը։ Քանի որ ամեն մի զենքի կոպիա 30% վատային կվերցրել է 50-60-ական թվականների ինքնաթիռը, Չինաստանն է վերցրել, Չինաստանը իր լիցենզիան ծախել է սրան, այսինքն 40% 60-ականների ինքնաթիռներից ավելի վատ, դա գասա 50-ականների ինքնաթիռ։ Ինչքան է բռնել են վրան, ես իմ նոր նավիգատոր եմ դրել, ես եմ դրել։ Հրթիռների քանակությունն առը ես իմ չինական 215 կիլոմետր խփող եւ այլն, բայց հնդկականը իր ներքին արտադրությունն է, որը գտնվում է ֆրանսիական լիցենզիայի եւ իսրայելական լիցենզիայի մեջ։ Եվ պատերազմի արդյունքը տեսեք, Իսրայելի զենքի արտադրությունը ընկել է։ Ընկել է Հնդկաստանն առնում, բայց ինքը չի կարողանում էլ բայրակթար եւ մյուսները տեսանք, որ միֆ էր դա, թուրքական բայրակթար եւ իսրայելական հերմեսները ոչ միտեղ չի թռնում, միֆ է դա, ոչ մի պատերազմում Իսրայելը չի կարողանում ԱԹՍ ծախի, Ուկրաինային մի քանի հատ հրթիռ տվեց, հա, ու Հնդկաստանին է 3 միլիարդի ԱԹՍ ծախի։ Եվ այդ 3 միլիարդի ԱԹՍ-ն պիտի կարողանա խփի, թե չէ։ Բնականաբար Իսրայելը ամեն ինչով եւ հայտարարեց, որ պաշտպանում է եւ իր ռազմական պոտենցիալը, որպեսզի շուկայում նորից մնաց զենք վաճառող, պարտավոր է այդ պատերազմը հրահրի ու ուժեղացնի, որպեսզի կարողանան այդ պատերազմում հաղթանակ տանեն, որ ինքը սկսի զենք վաճառել։ Բարձա, բայց այս ֆոնի վրա Ամերիկայում ինչքան էլ Տրամպլինը փորձում է իրեն երազածի տեղ դնի, Ամերիկայում նրան շատ են սեղմում Իրանի հետ պայմանագրի համար եւ նաեւ Օմանի հետ, Եմենի հուսիտների հետ։ Եվ առանց Իսրայելի հարցնելու, ասում է ես կգնամ պայմանագրի, բնականաբար այդպես է լինելու։ Այսինքն Իսրայելը հիմա նույնպես ուղղակի ավելի բարձր վիճակում փրփուրների կախված երկիր է, որտեղ 500 միլիոն արաբի դեմ ինքը ելի եմ կրկնում առնվազն այդ իր 120 ուզում է 200 ատոմային ունենա, ես բացատրել եմ, ատոմային զենքը աշխարհի բոլոր 10-15 հազար մարտագաղթիկներով խփվող զենքը ընդամենը 2.5 միլիոն քառակուսի է վերացնելու։ Իսկ արաբական երկրները բոլոր իրար հետ 13.7 միլիոն քառակուսի կիլոմետր են։ Էնպես որ միֆ ալնելու, որ Իսրայելը որևէ երկրի վերացնի։ Էլ չեմ ասում Պարսկաստանին։ Դրա համար էլ գնում են բանակցության, այսինքն թուլացնելու են այստեղ ուժեղացնել Հնդկաստան-Պակիստան։ Ինչի, որովհետև Չինաստանն է զենք արտադրող, բայց շատ քիչ է ծախում, պիտի Չինաստանն է ցույց տա իր զենքի որակական մրցույթը։ Կոպիտ ասած, եվրոպական եւ ջուդական զենքը մրցում է չինական եւ ռուսական զենքի հետ,
որը արդեն սկսվել է Պակիստանում, եւ հենց այդ ֆոնի վրա պատերազմը ավելի է թեժանում։ Հիմիջիայլոց այդքան ասում են զո քիչ է, ինֆորմացիան հատուկ փակում են երկու կողմից, բայց ոնց տեսնում ենք օդային պայքարը բավական հզոր է եւ վերածվել է այնպիսի պայքարի, որ անցել է Ջամու Քաշմիրի տարածքից, անցել է սահմանային քաղաքների մինչև 160-170 կիլոմետր խորությամբ։ Սա Հնդկաստանի եւ Պակիստանի պատերազմական իրավիճակն է։ Դեռ ցամաքային զորքերը առաջընթաց կամ հետընթաց չունեն։ Հնդկաստանի կառավարությունը աշխատում է շատ հետաքրքիր ձևով, բնականաբար խորհրդականները եվրոպացի, ամերիկացի եւ ջուդ են, ասում են մենք տարածք գրավելու ցանկություն չունենք, մենք պատժել ունենք, քանի դեռ իրանք պատժելու տակ չեն ուզում մտնել, մենք պետք է զենքով պատժենք, այսինքն ռմբակոծությունների ֆոնի վրա։ Իսկ Իսրայելը ասում է, ներողություն, Պակիստանը ասում է, մենք կպայքարենք մինչև վերջ, պետք եղավ ատոմայինը կխփենք։ Աշխարհում ատոմայինի պայքարելու վախի մթնոլորտը ո՞րն է։ Ձևական դերասանությունը նա է, որ եթե Պակիստանը բաժանվի, ատոմային զենքը տարբեր տեղեր կգնի, տարբեր ցեղախմբերի ձեռքը, հատկապես նրանք վախենում են փուշտուների, այսինքն իրանական կողմի աֆղաններն ու փուշտուները նույնն են, փուշտուների ձեռքը, իսկ այդ փուշտուների ձեռքը, որ ընկավ, Աֆղանստանը 1845 թվից մոտ 200 տարյա պատերազմի մեջ է, Աֆղանստանը կդառնա տարածքի գելը։ Հիշեցնեմ ձեզ, որ Աֆղանստանը 145 տարի պատերազմելուց հետո բացարձակ հաղթանակ տարավ թերրորիստների թե արևմուտքի հանդեպ։ Էլ չասեմ, որ աֆղանական կայսրությունը մինչև ծովներ նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում կոտորեցին պարսկական կայսրությունը, գրավեցին, այնպես որ աֆղանները միշտ եղել են ռազմատենչ, նրանք մեծացել են դարերով պատերազմի մեջ, այնպես չի որ աֆղանները պարտված են եղել, նրանք միշտ հաղթել են։ Պատերազմը նրանց ծնված մեջ է, ես աֆղան, այստեղ մենք ունենք տղեկ, որ մեր հետ սովորում են, այդ մարդիկ ոչ դպրոցը գիտեն ինչ բան է, ոչ բան, իրանք սովորեն վայրի, ասում են, մենք դիակների մեջ ենք քնել, որտեղ այդ դիակը թաղելու տեղ չկա, հելար քեզ կխփեն։ Մենք դպրոց չենք գնում, որտեղ դպրոցը հետի եւ տերորիզմի եւ երեխա գողանալու տեղը բացի վաճառքից տղաներին գողանան սարքեն տերորիստ։ Մենք հիվանդանոց չենք գնում, մեռավ մի մարդը։ Հիվանդանոց մի հատ կա Քաբուլ, ասենք Ղանդահարից Քաբուլ 800 կիլոմետր տեղ է, ոնց ենք գնալու մենք։ Բարձը, այսինքն այդ մարդիկ լրիվ վայրի պատերազմական վիճակում մեծացող են։ Առաջ օրը գրիչը տվեցինք, sense նայեց գրիչ ձեռքից ընկավ, բռնել չգիտեր հասնությամբ։ Գրիչը sense նայում էր։ Բայց հիմա շատ լավ սովորում է, միջալոց աշխատում էլ է, շատ լավ գերմաներեն է խոսում։ Ասածս ինչն է, ասածս այն է, որ վայրենացած պատերազմի մեջ պատերազմական օրենքներով մարդիկ դարերով նրանց հաղթելը շատ դժվար է, որովհետև այդ մարդկանց չես կարա դու առնես, որ իրանք իրար դավաճան են, իրանք գիտեն ինչ են անում, ոնց են անում։ Դրա համար այսօր բոլորի վախը իրական Աֆղանստանի ձեռքը չընկնելն է, քանի որ ով իր ուժը փորձեց Աֆղանստանի վրա, Պակիստանը, ցուցադրաբար, Ռուսաստանը, ցուցադրաբար, Ամերիկան եւ մնացածը բոլորին հաթաթ պատասխան է տալու։ Բոլորի վախը այդ ատոմային զենքի հիմնականում Պակիստանի համար է։ Հիշեցնեմ, որ բնակչության 40%-ը փուշտուններ են։ Պակիստանի պետության փուշտուններ են, դրա համար Աֆղանստանը կարա այդ ամբողջը վերցնի իրեն։ Սա քաղաքական մաս։ Հիմա ես կանցնեմ պատմական մասին, այսօր հիշելու եմ դրսի մեր հայ հերոսներին, որոնց մասին լուր լռություն է։ Հիմա ես անուն կասեմ եւ մարդիկ կապշեն, կասեն ինչի տես մարդիկ ունենք։ Ես ուզում եմ ներկայացնել մեր հայերից, Հունգարիայի հայերից Յանուշ Ցեցյանի մասին։ Յանուշ Ցեցի, նրանք կճանաչեն Հունգարիայի հայերը, քանի որ Յանուշ Ցեցի անունով փողոց կա, Յանուշ Ցեցի անունով դպրոց կա եւ այլն։ Ով է եղել Յանուշ Ցեցը։ Ծնվել է 1822 թվականին եւ մահացել է 1904 թվականին, բավական երկար ապրել։ Ռազմական գործիչ է եւ գրող է հայազգի, որին շատ լավ գնահատել է Լայոշ Կոշուտը հունգարական հեղափոխության 1849 թվականներին հեղափոխություն արեց, որ անկախանա, բայց ավստրիական զորքերը վերջնականում կոտորեցին նրանց, ինչի, որովհետև միացավ արդեն գերմանացիները, չթողեցին Հաբսբուրգները ամենաուժեղներին, մինչև Իսպանիա եւ այդ գաղութների համար պատերազմում ավստրիական կայսրությունը շատ ուժեղ էր, ֆիկտիվ, դրանից հետո անվանեցին Ավստրո-Հունգարիա, բայց հունգարացիներին չթողեցին եւ վերջապես քրիստոնյա թուրքա ջուդական ազգինով էր թողնելու բարձրանային վերև,
Գերմանիայից էլ եկան, կոտորեցին սրա համար, բայց մեր հարգարժան Յանուշ Ցեցյանը, որ Լայոշ Կոշուտի ընկերն էր, մոտիկ ուսինակիցը, նրան նշանակվել է բանակի շտաբի պետ եւ երկու պատերազմում պարտության համատն ինքը նույնիսկ ավստրիական կայսերական բանակին գումարած գերմանական 1849 թվականին պատերազմի վերջնական արդեն որ բոլորը հարձակվեցին վրան եւ ռուսներից զորք ուզեցին, բայց ելի օգնություն չեկավ այս խառը պատերազմի վիճակում կայսերությունները կռվում էին Հաբսբուրգների հարստության համար։ Նա տեղափոխվեց Գերմանիա, որից հետո 1865 թվականին 51 թվականին նա տեղափոխեց Ֆրանսիա, բայց մոտենալով Նապոլեոնին, քանի որ նրա շրջապատում է շատ հայեր կային, ասել եմ արդեն Ռուստամ Զալը եւ մյուսը Մուրատ Նեապոլիտյանացին, նա շատ շուտ հասկացավ, որ ինչի մեջ է մտել Նապոլեոնը եւ դա պարտության համատնելու հիասթափվեց եւ անցավ Իսպանիա։ Իսպանիայից հետո նա անցել է Պորտուգալիա, հետո իր հունգարական լեգիոնով մասնակցել է Ջուզեպե Գարիբալդիի ազգային ազատագրական պայքարին եւ դրանից հետո Իտալիան միավորվեց, դառավ պետություն, ավստրիացիները չէին թողում, հյուսիսը լրիվ այսօրվա Միլան եւ այլն բոլոր Տիրոլ միրոլ գտնվում էր ավստրիացիների ձեռքում, ավստրո-հունգարական կայսրության, կեսը շվեյցարացիների, մնացածը Սարդինյան թագավորություն եւ այլն, այսպես բաժանված էր Պապի պետություն, Պապն էլ իր համար պետություն էր սարքել, լավ տղա էր խաղում, վերացրեցին գնաց, Իտալիան միավորվեց։ Հետո վերականգնեց Պապի պետությունը, Հիտլերը, որպես ջհուդ վերականգնեց ջհուդի պետությունը, Վատիկանը։ Թողենք սա։ Եվ 65 թվականին նրանից հետո ինքը տեղափոխվում է Բուենոս Այրես, հիմնում է Բուենոս Այրեսի ռազմական ակադեմիա եւ գրում է Արգենտինայի ռազմական աշխարհագրության գիրքը։ Իմիջիայլոց նրա անունով մահացել է 1904 թվականին, նրա անունով կան փողոցներ, դպրոցներ, Կիսանդրին կանգնած է հենց այդ ակադեմիայի շենքի բակում, նա հիմնադիրն էր եւ տնօրենը։ Մի խոսքով մենք ունենք Հունգարիայում շատ հայեր, որոնք աչքի են ընկել թե հեղափոխության մեջ, թե ազգային ազատագրական պատերազմում, սա կներկայացնենք հետո։ Ինչի հենց Հունգարիայում։ Քանի որ նախ ասեմ ձեզ, որ Հունգարիան ստեղծվեց Ավստրիայի մեջ էր մտնում, բայց նրա մի մասը մտնում էր Լեհաստանում։ Հայ, միջայլոց ասեմ, Յանուշ Ցեցի անունով Լեհաստանն ու Հունգարիան եւ մի քանի երկրներ տպել են դրոշմանիշներ նաեւ։ Այսինքն նա հայերը, որ հաստատվեցին արդեն Օսմանյան կայսրությունը գրավեց Հայաստանը եւ բյուզանդական կայսրությունը, հայերը տեղափոխվեցին հյուսիս։ Առաջինը մեծ խումբ, մեծ հայկական համայնք եղավ, այս մասին խոսել եմ, Լեհաստանում, այսինքն Ռեչ Պոսպոլիտայի կամ Լիտվական Միացյալ Պետությունում, եւ դրանց մեջ մի պահ որ Լիտվական կայսրությունը Եվրոպայի 13, 14, 15-րդ դարում հզորագույն կայսրություն էր, նրա մեջ էր մտնում նաև Հունգարիան եւ Ավստրիան են որ Հաբսբուրգների կայսրությունը, այս մասին ասել եմ, հայերը մասնակցել են իրենց գնդով 1683 թվականին Վիեննայի պատերազմին, որով թուրքերին կոտորել են իշնորհիվ հայկական գնդի, քանի որ թուրքերի կողմից եկած անընդհատ եմ նշելու այս փաստը, եկած հրանոթավորները հայերին տեսնելով Պարսպի վրա Գրիգոր Լուսավորչի դրոշները հրաժարվեցին կրակել, որից հետո սպանվեցին բոլոր հայ հրետանավորները։ Իսկ չունենալով հրետանի, թուրքերը պարտություն կրեցին, ունենալով 100,000 զորք, ընդամենը 30-35 հազար զորքին։ Ինչի բացատրեմ, քանի որ հրանոթները արտադրվում էին Ֆրանսիայում եւ խոզանակ, հենց խոզ բառից է, խոզի մազը հրանոթները մաքրելու այդ խոզանակները, նրանք կորում էին ֆանատեին գյավուր գցում գնում էին։ Ստիպված թուրքերը հայերին դրեցին հրետանավոր։ Եվ նման բանը մինչև այսօր հիշվում է ցավոք սրտի մենակ գերմանացի պատմաբանների մոտ, իսկ Ավստրիայի պատմության մեջ դա չի նշվում։ Ռուսաստանի պատմության մեջ էլ չի նշվում եւ նոր տեսնելով որ Կրեմլի գմբեթներից մեկը կոչվում է Գրիգոր Լուսավորիչ հայ, դա նույնպես եղել է Կազանի ճակատամարտում, որ Կազանի խանությունը վերացնելուց հետո հայկական զորքերը նույն ձևով պայքարում էին Իվան Ահեղի զորքերի մեջ, հատկապես Գուլիայի գոռետի սարքելուն եւ մնացած փորելուն, դինամիտներ դնելով Պարիսպի տակ, իսկ Պարիսպի վրա Օսմանյան կայսրությունից կրկին օգնության էին եկել հրետանավորները, որոնք ասեցի ինչի էին հայ։ Տեսնելով Գրիգոր Լուսավորիչ խփված դրոշները, հրաժարվում են կրակել բոլորին ամրոցից գցում են ցած։
Իվանահեղը կանգնեցնում է հենց այդ Գավիթը ի պատիվ հայերի, Գրիգոր Լուսավորիչ հայ, բայց ռուսները երկար ժամանակ մոռացնում են դա։ Պարզ է։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, հիշեք, ոչ մեկ լինի Նիկոլ, լինի Նիկոլի Եսիմինչը հայ ազգին չի կարող ստիպել մոռանալու իր ազգի հերոսներին, հերոսական անցյալը, հերոսական ներկան ու ապագան, որ Շուշին չի ընկել, Շուշին ծախել են բոլորը միասին, Շուշին խփել են ռուսական ցերկոնով Կասպից ծովի նավի վրայից, որի դու ասա Գիլսան, որի մնացորդը ցույց տվեց Ալիևը, իսկ այդ կոդերը համեմատվեց, այդ կոդերը ոչ թե Իսկենդերի էր, որ ուզում են ցույց տային դերասանություն անեն, այդ կոդերը համապատասխանում էր Ցերկոնին։ Դրա համար գնաց այդ Մուտիլովկեն Ալիևը սուս մնաց, Նիկոլը ասեց, որ Իսկենդերը լավը չի, Նիկոլի ոտիտակի կեղտ Օնիկ Գասպարյանը, որ մինչև այսօր նստած չի, ասեց Նիկոլը սուտ ասում Իսկենդերը լավն է, դերասանություն, իբր իրեն գործից հանին Իսկենդերի համար, Բևերն էլ խաղաց հերթական կռիզ խաղը, հելնել ասելով, որ Օնիկ Գասպարյանը հերոս է, Արցախը հանձնելուց հետո, այսինքն լրփազավրներ ունենք մենք երկրում, որ բոլորը պատասխան են տալու հայրենիքի դավաճանության համար։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը ու հիշեք, Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, ես համաձայն եմ ներքինին 10,000 անգամ ավելի վատ, քան արտաքինին, որտեղ արտաքինին մենք տեսնում ենք թուրքա, հա, տեսնում ենք թուրքա ու պետք է կրակենք կամ մորթենք կամ գիտենք ինչ անենք հանդեպը նրա հանդեպ, իսկ ներքինը չի երևում, մեր մեջ, այսպես կռիսի պես մտածեն, գործեր են սարքում, դատեր են տալի, էս են անում, են են անում։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Շուշիում, հաջորդ տարին Ստեփանակերտում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Բաբերդում, հաջորդ տարին Կիլիկիայում, հաջորդ տարին Անգորայում, հաջորդ տարին Բագարանում, հաջորդ տարին Պոլսում։ Ամեն։